Հիմնականի մեջ 130-ամյակի արդիվ հարադև բայկար, ինչպես մենք բնութագրում ենք, այդ անսասան գամքի պահպանումն է և ամբողջական շահերու պաշտպանումը Հայաստանի և հայ ժողովրդի։ Այսօր հայ ժողովուրդը կներկայացնի այնպիսի իրավիճակ, որ աշխարհով մեկ սփռված է, դրա համար աշխատում ենք մենք աշխարհով մեկ, բայց բնականաբար գիծակետը հայրենիքն է և ընդհանրապես հայության իրավիճակը և պահանջները, որ ունենք ողջ աշխարհից։ Այդ ուղղությամբ բոլորս կամավոր զինվորներ ենք, պատրաստ աշխատելու, որ իրականացնենք այդ հիմնական նպատակները իսպաս հայրենիքի և հայության։ Նայեք, բայց այսօր իշխանությունները տանում են այսպես պառակտման քաղաքականություն նաև Սփյուռքում, ամեն դեպքում այդ մասին ահազանգեր հնչեցնում են նաև լրատվամիջոցների միջոցով, Սփյուռքի տարբեր շրջանակներ, տարբեր կառույցներ, ասում են, որ իրենց չի գոհացնում այսպես ավանդական ինստիտուտները Սփյուռքի և իրենք նոր այսպես կառույցների կարիք ունեն։ Ամեն դեպքում Զարե Սինանյանը դրա համար ջանք չի խնայում։ Ձեր դիրքորոշումը ինչպիսին է, ինչ վիճակ է այս պահին Սփյուռքում, ինչին եք ականատես դուք լինում, պառակտում կա թե ոչ։ Նայեցեք, պառակտումի ջիք կա, անկասկած։ Պառակտումի աշխատանքը այս իշխանությունների կողմից է անկասկած։ Դա գլխավոր է Զարե Սինանյանը, թե վարչապետը ինքը, ինչ որ լինի, վերջիվերջո իրենք փորձում են այդ պառակտումը ստեղծել ոչ թե վերանորոգելու կամ վերստեղծելու մի բան, այլ քանդելու նպատակով, որովհետև ճշմարտաբար այս իշխանությունները օրոք քանդումի քաղաքականություն է, որ տեղի է ունենում։ Եվ այդ իմաստով իսկապես որ ավեր կգործվի երբեմն, բայց մենք ինքնավստահ ենք, որ Սփյուռքի ամուր կառույցները, որ այսքան տարի դիմացել են իրենց հիմնական աշխատանքների մեջ, որոնք հայապահպանումն է, հայագերդումն է, հայտարարի աշխատանքներն են, ինչպես նաև անկախացումից հետո Հայաստանի հայրենիքի ծառայելու պատրաստակամությունը, adonk պիտի մնան անշեղ։ Մենք համաձայն ենք այն գոչերուն, որ գսվի թե անհրաժեշտ է վերանորոգել, վերաթարմացնել, նորավիճ ներարկել, բայց այդ չի նշանակել եղածը քանդել, այլ կնշանակի բազապես հավելյալ թափ տալ այդ աշխատանքներին եւ ստեղծել այնպիսի միջավայր, որ մենք կարողանանք շատ ավելի մատներ գրավել Սփյուռքի մեջ, որովհետեւ իրենք հալ ծառայեն այդ նույն նպատակներուն, որոնց համար ստեղծված ենք որպես դաշնակցություն, որպես հայտարարի հանձնախումբեր եւ գրասենյակներ։ Սա է հիմնական մարտահրավերը, որ մենք կարողացի չափ ընդարձակենք, ավելի ներառենք մարդիկ, բացացենք դոգոսը աշխուժը Սփյուռքի, որովհետեւ ճիշտ է, որ Սփյուռքի մեջ վերջիվերջո փոքրամասնությունն է, որ աշխուժ է, փոքրամասնությունն է, որ հարթակի վրա է, փոքրամասնությունն է, որ դաշնագիր աշխատանք կդանի երբեմն դարբեր երկրներում մեջ, բայց նաև ուրախ ենք ասելու, որ այսօր Սփյուռքի մեջ կտեսնենք իրենց արմատներով վերաթացի խնդիր, որ նորություն է վերջին տարիների, ես Ամերիկայի եւ Կանադայի մեջ օրինակ ցուրված հայերի մի զանգվածի մոտ, իրենց զավակների մոտ տեսնում է այդ վերաթացի իրենց արմատներով փարելու պատրաստակամություն։ Սա ընդհանուր մեկ երևույթ է, որ պետք է քաչալերել։ Երկրորդը որ շատ կարևոր է։ Նկատի ունենալով որ այս իշխանությունները քանդել են Հայաստան Սփյուռք ամեն գամուրջները եւ ճշմարտաբար ամենտեղ մի անժխտական քաղաքականություն են գիրառում, անհրաժեշտ է Սփյուռքի մոտ վար բահել հայրենիքի անհրաժեշտության խաղապարը, որովհետեւ գազ անկված նույնիսկ աշխուժը Սփյուռքի մեջ, որը սկսել են հոգնել եւ օդարվել Հայաստանից։ Սա մեզ համար անընդունելի երևույթ է, որը ամենտեղ գտնում ենք, որ պետությունը ուրիշ բան է, իշխանությունը ուրիշ բան է, մեկը մնայուն է, իշխանությունը կնայուն, եւ այդ ուղղությամբ մենք չենք գնա որևէ մեկ ժամանակ երես դարձնել հայրենիքից եւ պիտի շարունակենք մեր հիմնական աշխատանքները նաեւ օժանդակելու Հայաստանի, նաեւ օգնելու, որ Հայաստանը ամրապնդվի, պաշտպանվի իր արտաքին թշնամիներից եւ հայտարարի մեր համագարկի առաջին հիմնական աշխատանքը հայրենիքի պաշտպանության եւ Արցախի հիմնահատցի խնդիրն է։ Նաև հաշվի առնելով, որ դուք Հայդատի կենտրոնական խորհրդի նախագահն եք, պարոն Վերխաչատուրյան, կենտրոնական ժառանգի ոչնչացման թեմ աշխատանքներն են աշխարհով մեկ եւ 5-րդը բնականաբար Արցախի մեր հայրենակիցներու օժանդակություն հասցնելու խնդիրն է, որ մնան Հայաստանի մեջ։ Սա առաջին գլուխն է։ Երկրորդը, ինչպես նշեցիք, ցեղասպանության հետապնդման հարցն է եւ բանջարդիրության խնդիրն է, որոնց համար ստեղծել ենք իրավական մի կենտրոն, որ կոչվի հայ իրավանց կենտրոն։ Երրորդը հայ ժողովրդի, աշխարհասփյուռ հայ ժողովրդի իրավունքներու հարցն է։ Շատ էլ մի քիչ կզարմանան, թե ինչ է այս կետը,
մենք ունենք աշխարհով մեկ իրավունքներ որպես հայություն, մեկ մասը ամրագրված դաշնակով, մեկ մասը ամրաբնդված տարբեր երկրներու սահմանադրությամբ, ուրիշներ որպես փոքրամասնական իրավունք։ Այդ իրավունքները շարունակաբար կնան հարձակումի ենթարկվել կամ նահանջի ենթարկվել, ուրեմն մեր բادرականությունը անոնք պաշտպանել։ Լիբանանի մեջ ունենք քաղաքական իրավունքներ, Իրանի մեջ ունենք երկու պատկանվորական աթոռ վերաբահված հայության, Երուսաղեմի մեջ ունենք հին Երուսաղեմի քրեթե քարոթի վրա հայկական թաղամաս, որ գվայել է հատուկ միջազգային իրավունքներ, ճավախ եւ այլն։ Ուզեի իմանալ Հայաստանի կառավարությունը խոչընդոտում է, թե հակառակը նպաստում է այս ծրագրերին։ Չէ, բնականաբար ոչ մի նպաստ չկա Հայաստանի կառավարությունից եւ այո, դեռ խոչընդոտում է այդ աշխատանքները։ Հայտարարի աշխատանքներն էլ, որովհետեւ գիտեք, որ մի քանի հարցերով իրենք նշում են նաեւ, որ իրենց համար օրինակ Արցախի հարցով գոյություն չունի այլևս։ Իրենք ճանաչել են Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ վերջ։ Իրականության մեջ Արցախի ցեղասպանության մասով անդարբեր են, այսինքն այնպես չէ, որ իրենք ցեղասպանության շղթումի քաղաքականություն են առաջարկում, բայց անդարբերությունը մեր նույնիսկ բարեկամները օգտագործում են ասելու համար, որ դե լավ ցեր բեդությունը այս հացի հանդեպ հրակցություն չի ցուցաբերում, այս ինչի արդյունք է։ Փորձում ենք բացատրել, թե մենք չենք բաժնել այդ գազիկը եւ աշխատում ենք թուսը որպես տարբեր երկրների քաղաքացիներ։ Եվ այդ ցեվով ենք բանջում, այսինքն ասում ենք, որ միան Հայաստանի իշխանության գազիկը չէ հարկավոր, այլ նաև հայությունը ունի համահայկական բանջներ, որոնց մեջ կինա այդ բաժինը եւս։